Արաքելյան, մի հարցել ներկայացնում եք կոմունիստական կուսակցությունը, բայց այս պահին ձեր կրծքին ուժեղ Հայաստանի կրծքանշան։ Առողջություն։ Ինչպես հասկանանք, որ Ես անկուսակցական եմ, ուժեղ Հայաստանի մեջ էլ ես անկուսակցական եմ, բայց միանշանակ ուժեղ Հայաստան դաշինքի անդամ եմ եւ падգամավորության տեխնացություն եմ առաջադրել։ Ձեր կուսակցությունը իսկ բոլոր անդամներն են։ Ինչպես Որտեղ է գնացել, իմ մոտ որ չի եղել, մամուլում ամեն իմ մոտ որ չի եղել, հավատացնում։ Եթե լինի, ապա անպայման մեր մամուլն է կտեղեկացնի։ Ինչպես ասում են, հետևեք բանին, լրահոսին, պաշտոնական լրահոսին։ Ոչ, այդպիսի քննարկումներ չէ։ Դուք գաք Բացարձակ մի խմբակցություններից ստացել եք, որովհետև արդեն ժամանակն է եւ տեղեկություններ կա, որ օրինակ քաղաքացիական պայմանագրից այս կամ այն տեխնացումները վերցնելու են չենք ստացել, դեռ չենք, պարոն Մապասյան, չենք ստացել, չէ, դեռ չի եղել։ Ժամկետները չի լրանում արդեն ստանալու հետ կապված ինքնաբացարկների։ Մինչև օգոստոսի 2-ն է երևի, եթե չէ։ 21, հա։ Մինչև ամսու 21-ը կամ պիտի մի մանդատից Չէ, ամսու 21-ին, եթե չեմ սխալվում, սեկտե էլ այդ բանը չես կարող ներկայացնել, բայց ամսու 2-ին նոր հրաժարականը կարող ես տաս, մինչև ամսու 2-ը։ Մեկին կարող ես հրաժարական տաս, գնաս արդեն վերջնական վերցնես մանդատը։ 20-ին այդ բանի դիմումը ներկայացնելն է, էլի, որ հրաժարվում ես մանդատի։ 20-ին Ինչ եղավ շների ապաստարանը, մի ապաստարանի չէ, որ չկարողացավ կառուցել։ Ելուխելերցերին թող կան նստեն, լսեին, ինչ բարձրացնեին հարցերը։ Երկու նիստե չեն գալիս, չեն ներկայանում։ Ինչ ես արձագանքեմ, ասել եմ բազմիցս, անցած տարվանից այնպես եղավ, որ հենց միդումնավոր արդեն կարող եմ բարձրաձայնել, որ միդումնավոր տաբալվեց 128 միլիոն դրամանոց, եթե չեմ շփոթվում, վերջում էլ 4 միլիոն ավելացրեցինք 132 միլիոն դրամանոց շների կացարանի ծրագիրը 5 անգամ մրցույթ ենք ներկայացրել, չի եղել։ Մեր մոտ աշխատանքները գնում են, ասել եմ, որ մեր բյուջեով էսկիզային տարբերակը ներկայացրել եմ, զուտ մի խնդիր կար, եթե չեմ սխալվում, նոտարի հետ որ վերջնական այդ շենքը մեր բալանսի վրա լինի, եւ մենք կհայտարարենք մրցույթ։ Կհայտարարենք շների կացարանին մրցույթ։ Պարոն Արաքելյան, ասեցիք 9 ամիս արդեն դուք եք ղեկավարում Գյումրին, այս ընթացքում ակնհայտ է ձեր եւ իշխանության հակասությունները։ Դուք բյուջեի պետբյուջեից ստացող գումարների խնդիր ունեցել եք, օրինակ Գյումրին ունեցել է երբևէ այս ամիսների ընթացքում խնդիրներ, դոտացիայի հետ կապված, չէ, որևէ ծրագրի հետաձգում։ Չէ, դոտացիայի հետ կապված խնդիրներ չենք ունեցել։ Խնդիրները կապված է որոշումների հետ, բազմիցս ասել եմ, սոցիալական այդ դրամական օգնությունները, հետո հաջորդային այս կարգի փոփոխությունը, որը մեզ շատ հետ գցեց, էլեկտրոնային տարավ, խոչընդոտ է նաև այդ գնահատումները, գույքի, հողի, որովհետև մրցույթներ ես հայտարարում, մասնակցում են չափագրությունների մրցույթները, տարբեր մարդիկ են մասնակցում, մարդ կա, որ Իջևանից մասնակցել է չափագրության մրցույթների, այսօր այդ մարդը գտնվում է տնային կառույցի տակ, հիմա փորձում ենք մենք հասկանանք ինչը պետք է ասեցին, հասկացեք ժամանակային հատվածներով այնպիսի ժամանակի, որ ինչ որ մրցույթ կասեցնում ես, հիմքը դնում ես, որ այդ մարդը չի կարող եւ այլն, ինչ որ հանգամանքներից ելնելով, process-ը սկսվում է 20 օրյա, եթե չեմ սխալվում, ժամկետ, դա ժամկետը պետք է անցնի, դրանից հետո մրցույթ պետք է հայտարարվի։ Մրցույթը հայտարարեցիր, հրատապով եթե հասցրիր, կետերը կան 7 օրվա լավ, չէ, ուրեմն էլի 10 օրվա պարաբուր, 20 օր եւ այլն, մեկ էլ տեսնում ես, որ տարին կես է գնում։ Այդպիսի մեխանիզմները պետք է ավելի հեշտացվի։ Հետո առաջներում, եթե չեմ սխալվում, տես այդ բանը համակարգը ավելի լավ է, որ 3 անգամ մրցույթ ես հայտարարում ու մրցույթը չի կայանում, կարող ես ուղիղ արդեն պայմանագիր կնքես շինարարի հետ։ Տես որ այդ շների կացարանը ցես բուն օրինակ, եթե մենք այդպիսի կարգը ունենայինք, այդպիսի կառավարության որոշումը ունենայինք, արդեն ինչ լինի, այսպես ասած, մի խելք գլխին շինարար կգտնենք եւ իր այդ ուղիղ պայմանագիր կնքենք եւ սկսենք, որ եկեք
կատարեք այդ աշխատանքը։ Այն բաներ կան, որ անում են իշխանությունները, չգիտեմ արդեն ով է ինչ ուղղություն ցույց տալիս։ Այդպիսի բաներ պետք է քննարկվի համ մարզպետարանների հետ, համ առաջնակարգ համայնքների եւ քաղաքապետարանների հետ։ Պարզ օրինակ բերեմ, առաջնասված տեսնենք թե ես էլ չլինեմ, մեր ուժն էլ որ ներկայացավ, այստեղից շատ բաներ կան, օրենսդրական փոփոխություններ։ Սեփական հողի վրա աբորինի շինարարություն կատարելը կտուգանվի 700,000-ից սկսած մինչև միլիոններ, քաղաքային, համայնքային հողի վրա աբորինի շինարարությունը 200,000 դրամ։ Որը աբսուրդ է, սխալ է, պետք է փոփոխություններ այդպես լինեն, որ քաղաքացին հասկանա, որ չի կարելի քաղաքային հողի վրա աբորինի շինարարություն կատարել։ Դա ավելի հասկաբաշխական գումարների բան է։ Ձեր նշանակման վերաբերյալ ասացիք, որ դա երկար քննարկումների արդյունք է եղել, տրամաբանական է եղել այդ քայլերը։ Ես հիշում եմ նաև պարոն Ղուկասյանը մեծ այդ զրույցի ժամանակ նշեց, որ վստահելի մարդ պետք է նշանակվի առաջին քաղաքապետ եւ հենց այդ պաշտոնն է, որ չի զիջելու։ Հիմա դուք նշում եք, որ ամսի 17-ի որոշմանն եք սպասելու, դատարանի որոշմանը, այն դատարանի, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ չկա որևէ մի դատավոր, որ իր ասածը չանի, եւ մի դատարանի որոշմանն եք սպասում եւ վերջերս այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները տասնամյակներով ճաղերի ետևում են լինելու։ Դուք դատարանից ինչ ակնկալիքներ եւ սպասելիքներ։ Ճիշտ ասած չեմ ուզում մեկնաբանել այդ, որովհետեւ չգիտեմ, թե դա հանրությանն է ուղված։ Հավատացեք, այդ խոսքերը ուղված են հանրությունը հանրային կարծիք պետք է ձևավորվի դրա համար։ Իմ կարծիքով չէ, այսպես ասեմ, մյուսի կարծիքով չէ, մյուս քաղաքական գործիչի կարծիքով չէ։ Պետք է հանրությունը, հասարակությունը հասկանա, արդյոք ինքը ցանկություն ունի այդպիսի իրականության մեջ ապրի։ Դրա համար էլ չեմ ուզում մեկնաբանել։ Այդուհանդերձ ազատ է արձակվելու Նիկոլ Փաշինյանի Չգիտեմ, ես այդպիսի բաներ չասեցի։ Ես ասեցի, չեմ մեկնաբանում այդ որպես իրավաբանական կրթություն ստացած մարդ իմ վերլուծություններով եւ ամբողջ դատական process-ների մասնակից լինելով հանդերձ գտնում եմ, որ դատարանը այլևս էլ հիմքեր չունի։ Մինչև էլ չուներ հիմքեր, հիմա առավել եւս չունի։ Սպառվել են այն ամեն ինչը, ինչ որ մեկնաբանել են։ Ես դա եմ, որպես իրավաբան եմ ես հիմա խոսում, այդ ամեն ինչի հետևելով, վերլուծելով։ Այսինքն քաղաքական որևէ պայմանավորվածություն չկա այդ ամեն ինչի հիմքում Վարդան Ղուկասյանի ենթադրյալ ազատ է։ Ինչ կարող է լինի։ Քաղաքական պայմանավորվածություն ունենայինք 9 ամիս առաջ կենայինք, չի մի կեն։ Չի ստացվել հնարավոր։ Ով ասեց։ Դուք ինչ գիտեք։ Հիմա եղել է չի ստացվել։ Ուրեմն Գյումրու քաղաքապետին չգիտեմ, դուք հաստատ ավելի լավ կճանաչեք, գիտեք թե ինչ բնավորության տեր մարդ է, ինչպիսի տեսակետներ ունի, ինչպիսի դիրքորոշումներ ունի, միանշանակ ձեզ ասում եմ, չկա այդպիսի բաներ։ Ես զուտ հիմնվում եմ իմ խոսքերին, նորից եմ կրկնվում իրավական գնահատականների վրա, իրավական վերլուծություններով են այդ իմ հայտարարությունները դրա հիման վրա է։ Միանշանակ չի կարող ուրիշ բան լինել դրա տակ։ Ծրագիր ներկայացվեց սուբվենցիոնի, եթե հիմի ասում եք բնակարանաշինության հետ կապված դեռ սուբվենցիոն ծրագիրը չի հաստատվել, ինչ ակնկալիք ունեք, Չէ, ուրեմն ասեմ ձեզ, մենք մեր աշխատանքներն ենք ցույց տալիս, որ անպայման միշտ ինչ եկել ենք 25 թվականից օգտվել ենք սուբվենցիան ծրագրերից եւ շարունակում ենք օգտվել։ Այսօրվա ավականու որոշումն էլ դա է հաստատում, որ ընդհակառակը մենք ծավալներն ենք մեծացնում եւ պատրաստ ենք համագործակցել աշխատել։ Ոչ մի խնդիր չունենք սուբվենցիոն ծրագրերից չօգտվելու համար։